Արդյունքում սենց է լինում 4-5 տարեկան ծառը, որ հզոր արմատային համակարգ ունի ձևավորված արդեն, պատվաստից հետո երբ որ իր հիմնական սորտի ճյուղերը կտրում եք, թողում եք մի քանի պատվաստաճի, 3-ա, 4-ա, 5-ա, ամբողջ արմատային համակարգը սնուցում է այդ 4-5 ճյուղին։ Ինքը շատ հզոր աճ է ունենում, հիմնականում երկրորդ տարվանից մտնում է բերքի տակ, այսինքն տարվա կորուստ չեք ունենում, շատ շուտ էլի ձեր բերքը ունենում եք։ Ժողովուրդ ջան, շատ ենք խոսում սորտափոխության մասին, բայց քանի որ վերջին արդյունքը ցույց չեմ տվել ձեզ, կարող է քիչ պատկերացում ունենաք, ինչի համար է արվում, նպատակը որն է։ Տեսեք, ես իր հիմնական սորտն է, որը խոր աշուն է հասնում, լավ դեղին դեղց է, բայց ուղղակի վաճառքի առումով մեզ հարմար սեզոնի չի հասնում։ Հիմա սորտափոխել ենք այս դեղցը, մի ճյուղը, 2 տարեկան պատվաստ է այս արդեն, այս հատվածի սորտափոխել ենք, պատվաստել ենք բաղահաս դեղցը, որը միջին չափի է լինում, մաքսիմում 200-250 գրամ։ Առաջի բերքն է իր, մի փոքր մանր է, բայց հաջորդ տարի իր բերքը արդեն մի փոքր կխոշորանա։ Տեսեք, նպատակը էս է, եթե այս մի սորտը տնկել եք, չգիտեմ ինչ վաճառներով դուրները չի գալի, հնարավորություն ունեք, ոչ թե ծառը հանեք, պատրաստի ծառը, որ արդեն կայացած ծառը արմատային համակարգը հզոր է, այլ տվյալ ծառի վրա պատվաստում եք ձեր նախընտրած սորտը։ Կոնկրետ մեր դեպքում վաղահաս դեղցն է այլ այս ծառը, մեր հաջորդ ծառը ցույց տամ։ Այս ծառը թզադեղց է, այս ծառը պատվաստել ենք 2 տարեկան պատվաստներ է, թզադեղցին պատվաստ է, ճիշտ է ինքը փոքր է, այս տարի առաջ տարին է բերք տալի, այս ծառն էլ ենք պատվաստ է թզադեղց, այս երկրորդ տարին է արդեն պատվաստի, մի քիչ խակալ, բերեցի, այս ծառն էլ ենք սորտափոխը, պատվաստի հատվածը էս է, տեսեք, այս էլ ենք սորտափոխը, այսինքն արդյունքը ինչ է, արդյունքում սենց է լինում 4-5 տարեկան ծառը, որ հզոր